Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր աստრო ուղեցույցը։ Այսօր խոսելու ենք Վեներա մոլորակի մասին։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչու է Վեներան ասոցացվում Լյուցիֆերի հետ, ապա մնացեք մեզ հետ։ Եվ այսպես, Վեներան արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է։ Աստղաբանության մեջ նա կառավարում է ցուլ եւ կշերկ նշաններին։ Մարդու անձնական քարտեզում այն ցույց է տալիս երկու կարևոր ոլորտներ։ Առաջինը նյութական արժեքները եւ ֆինանսները, այսինքն ինչպես եք գումար աշխատում, ինչպես եք այն ծախսում, երկրորդը սեր եւ հարաբերություններ, ինչպիսի մարդկանց եք սիրում, ում եք ձգում դեպի ձեզ եւ ինչից եք իրականում հաճույք ստանում։ Օրինակ, Վեներան խոյում դա նշանակում է դուք կարող եք շատ արագ սիրահարվել եւ լինել կրքոտ, բավականին խանդոտ նաեւ։ Վեներան ցուլում սիրում եք շքեղություն, կայունություն, այս դիրքում գտնվող Վեներան ասում է նրա մասին, որ ձեր զուգընկերը սիրում է համեղ սնունդ եւ հարմարավետություն։ Վեներան կարիճում խորհրդանշում է խորը ճակատագրական սեր, երբեմն էլ գաղտնի կապեր եւ ուժգին խատ։ Իսկ դուք գիտեք, թե որտեղ է գտնվում ձեր Վեներան, եթե ոչ, ապա բաժանորդագրվեք, միասին կբացահայտենք ձեր Վեներայի դիրքը անձնական քարտեզում։ Վեներան կապ ունի այն ամենի հետ, ինչը գեղեցիկ է։ Երաժշտություն, նորաձևություն, կինո, թատրոն, նկարչություն, նա հանդիսանում է խոհարարների, դիվանագետների, ֆինանսիստների եւ իհարկե սիրահար զույգերի հովանավորը։ Վեներան իր մագնիսական ուժ է, որը ձգում է մարդկանց միմյանց նկատմամբ։ Առանց նրա էներգիայի աշխարհը կլինի չոր եւ անհետաքրքիր։ Իսկ հիմա անդրադառնանք առասպելին։ Ըստ հունական առասպելի, Վեներային անվանում են Աֆրոդիտե, սիրո եւ գեղեցկության աստվածուհի։ Վեներան ծնվել է ծովի փրփուրներից։ Ես ձեզ պատմել եմ Սատուրնի, այսինքն Կրոնոսի մասին, ով կուլ տվեց իր որդիներին։ Նա նաև տապալել է իր հորը Ուրանոսին, այսինքն Ուրանին, եւ նետել ծովը։ Հենց այդ աստվածային սերմից եւ ծովի փրփուրներից էլ ծնվել է Աֆրոդիտեն։ Երբ նա հասունանում է, Յուպիտերը, այսինքն Զևսը, նրան կնության է տալիս կրակի եւ դառնության աստծուն։ Նա բոլոր աստվածներից ամենատգեղն էր, սակայն Վեներայի սիրտը պատկանում էր Մարսին, պատերազմի աստծուն։ Հիշեցնեմ, հնում մարդիկ աստվածներ են համարեն մոլորակներին։ Այս առասպելը նրա մասին է, որ գեղեցկությունը Վեներան հաճախ ձգում է դեպի ուժը Մարսին, բայց պարտավորված է լինում աշխատասիրության ու վարպետության Հեփեստոսին։ Եվս մեկ առասպել Վեներայի մասին։ Ըստ այդ առասպելի Վեներային անվանել են Լյուցիֆեր։ Ուշադրություն, այս անունը կազմված է երկու լատիներեն բառերից՝ լույս, բերել, այսինքն լուսաբեր, կամ ինչպես մենք ենք ասում նրան արուսյակ, քանի որ Վեներան համարվում է երկնքում ամենապայծառ մարմինը եւ հաճախ երևում է հենց արևածագից առաջ, այն բերում է լույսը եւ ազդարարում օրվա սկիզբը։ Հին հռոմեացիները նրան անվանել են Լյուցիֆեր, առավոտյան աստղ, ոչ թե չարության, այլ իր բացառիկ լուսավորության համար։ Այստեղ կա մի թաքնված խորհուրդ, երբ Վեներան փորձում է բարձրանալ ավելի վեր հորիզոնից, դուրս է գալիս արևի բացարձակ լույսը եւ խամրեցնում նրան։ Վեներան, Լյուցիֆերը, չի կարողանում մրցել արևի հետ եւ անհետանում է։ Հարգելի հետևորդներ, սա ձեզ ոչինչ չի հիշեցնում։ Այս պատմությունը խորհրդանշում է այն պահը, երբ Վեներան, տարվելով սեփական գեղեցկությանն ու փառքին, մոռացավ, որ այդ լույսը իրենը չի, այլ տրված է Արարչի կողմից։ Իսկ հիմա եկեք ուշադիր կարդանք Աստծո խոսքը, Եսայիա մարգարեություն, գլուխ 14, 12-ից 15 խոսքեր։ Ինչպես վայր ընկար երկնքից, ով արուսյակ, արշալույսի որդի, դու քո մտքում ասում էիր, երկինք կբարձրանամ, իմ գահը Աստծո աստղերից վեր կդնեմ, կնմանվեմ բարձրյալին, բայց ահա դժոխք պիտի իջնես անդունդի խորքերը։ Հարգելի բարեկամներ, ահա եւս մեկ պատմություն, որ ապացուցում է, որ աստղաբանությունը չի հակասում Աստվածաշնչին, այլ հաստատում է այն։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ աստղաբանությունը կապ չունի աստղագուշակության կամ պարզունակ գուշակության հետ, այլ խորը տիեզերական գիտելիք է։ Ահա այսպիսին է Վեներա մոլորակի պատմությունը։ Եթե հետաքրքրեց ձեզ աստղա ուղեցույցը, բաժանորդագրվեք, քանի որ հաջորդիվ կխոսենք ցուլ եւ կշերկ նշանների մասին։ Կհանդիպենք։